Աշխարհաքաղաքական բախումները վերաձևում են բեռնափոխադրումների քարտեզը իրանական Բանդար Աբաս նավահանգստով փոխադրումներ չկան, որոշ նավեր ստիպված են եղել բեռնաթափվել այլ նավահանգիստներում, սպասելով անվտանգ ժամանակների։ Խնդիրը իրականում լուրջ է, այսինքն մենք ունենք կոնտեյներներ, որոնք ուղղակի կորած են, այսինքն իրանց տեղը նույնիսկ չգիտենք։ Այն կոնտեյներները, որոնք որ պետք է Իրանով մտնել Հայաստան, դեպքեր ունենք, որ ուղղակի բացարձակ ինֆորմացիա չկա, կոմունիկացիայի խնդիր է։ Միգուցե ամեն ինչ նորմալ է ու կոնտեյները օրինակ Բանդար Աբասում դրած է եւ սպասում է հանգի ժամանակ, բայց միգուցե նաեւ այդ կոնտեյները օրինակ էգոյություն չունի, ինֆորմացիայի բացակայություն կա, որտեղ գիտեք Իրանի հետ կապ հաստատել գրեթե անհնարին է։ Իսկ շատ են նման դեպքերը։ Իմ տեղեկատվությամբ, որը որ ես անձամբ ունեմ, մոտավորապես մի տասնյակի կարգի է, բայց ես ենթադրում եմ, որ շատ են։ Սակայն խնդիրը միայն կորած բեռները չեն, նույնիսկ եթե ապրանքը տեղում է կամ ավելի ուշ գտնվի, դրա փոխադրման ծախսերը աճում են երկրաչափական պրոգրեսիայով։ Միջազգային շուկայում նավերի վարձակալության արժեքն արդեն իսկ թանկացել է շուրջ 30%-ով։ Ամբողջ աշխարհի լոգիստիկ ցепочкաները խափանված են եւ օպտիմալ տարբերակները միջև գտնեն ամեն դեպքում ժամանակ է պետք։ Նույնիսկ Ռուսաստանը, որ իր բեռները չի գալի այդ ճանապարհներով, ոնց որ մերն է, միևնույնն է բախվել արդեն խնդրի մենք մեր գործընկերների հետ խոսել ենք, այնտեղ էլ ֆրախտը թանկան։ Կոնտեյներների նիխվատկա է լինում։ Լոգիստիկ ծախսերի ավելացումը բնականաբար բերելու է գնաճի, սակայն թանկացումը սպառողը կզգա 1-2 ամսից, երբ գործարարները սպառեն պահուստային պաշարը։ Բեռնափոխադրման ժամկետը բավական երկար է, երթուղու փոփոխության դեպքում այն կարող է հասնել մինչև 3 ամսի։ Մենք արդեն այդ խնդիրները տեսնում ենք, բայց սպառողը դեռ դա չի նկատել, ու կարծում եմ մոտակա 1-2 ամիս չի նկատվելու, դա չի կարա որպես արդյունք գնաճ չունենա, բայց ինչքան կունենա դեռ չգիտենք, որովհետև հիմա ծովային ճանապարհները վերադասավորվում են այս պահին, եւ մենք հստակ ինֆորմացիա չունենք, ինչքան է հանգանում։ Առաջացած խնդիրները լուրջ են, վտանգները մեծ։ Վնասների չեզոքացման երաշխիքն այն է, որ ծովային բեռնափոխադրումների մեծ մասը ապահովագրված է, ինչը նշանակում է, որ բեռի կորստի դեպքում ֆինանսական վնասները կփոխհատուցվեն։ Հիմնական մտավախությունը արտադրական պրոցեսների ընդհատումն է հումքի ուշացման պատճառով։ Գործարարները ներմուծողները այդպես շատ մեծ ռիսկ չունեն իրականում, այսինքն եթե ինչ-որ բեռի հետ մի բան տեղի է ունենում, ապահովագրական կազմակերպությունները փոխհատուցել են դա։ Ուղղակի հիմա այդպես ուշանալու հարց է, ես մի քանի օրինակ գիտեմ, որ գործարարները անհանգիստ են զուտ ժամանակի հետ կապված, քանի որ ապրանքը սպասում են, որ պիտի գա հասնի, կլինի դա սարքավորում կամ հումք եւ այլն, արտադրական պրոցեսները կարող է խափանվել։ Ապահովագրությունը կարող է փակել ֆինանսական ճեղքերը, սակայն չի կարող լրացնել խանութների դատարկվող դարակները կամ կանխել արտադրական շղթաների խզումը։ Մասնագետների կանխատեսմամբ, եթե իրավիճակը շուտապույտ լուծում չստանա, ապա 1-2 ամիս հետո կառերեսվենք ոչ միայն թանկացումների, այլև որոշ ապրանքների դեֆիցիտի։